حالا فرض کنیم من بکنم Իրանի իշխանական վերնախավում Ալի Լարիջանին ամենաազդեցիկ գործիչներից էր։ Նրա սպանությունը Իրանը չի պատրաստվում ներել։ موشک خیبر شکنی Լարիջանին վերջին ամիսներին փաստացի դարձել էր ճգնաժամային կառավարման կենտրոնական դեմքը, վերահսկում էր նաև միջուկային բանակցությունները, նաև ներքին բողոքների դեմ ճնշումը։ Նա միավորում էր տարբեր ուժային թևեր։ Լարիջանին ծնվել է 1958 թվականին Իրաքի Նաջաֆ քաղաքում, ամենաազդեցիկ իրանցի հոգևորական այաթոլլահ Հաշեմի Միրզա Ամոլիի ընտանիքում, որը Շահ Մոհամմադ Ռեզայի կողմից աքսորվել էր Իրաք։ 1979 թվականի հեղափոխությունից հետո ընտանիքը տեղափոխվել է Իրան, որտեղ Ալի Լարիջանին ստացել է փիլիսոփայության դոկտորի աստիճան։ Նրա եղբայրները նույնպես զբաղեցրել են բարձր պաշտոններ պետական համակարգերում, ներառյալ դատական համակարգն ու արտաքին գործերի նախարարությունը։ Նա եղել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի առաջին անդամներից մեկը, իսկ ավելի ուշ դարձել է Իրանի գլխավոր բանակցողը միջուկային ծրագրի շուրջ։ Նա նաև ղեկավարել է պետական ԻՐԻԲ հեռուստառադիոընկերությունը, տարիներ շարունակ ձևավորելով Իրանի մեդիա օրակարգը։ 2005-ից 2007 թվականներին Լարիջանին եղել է միջուկային ծրագրի գլխավոր բանակցող, պաշտպանելով ուրանի հարստացման Իրանի իրավունքը։ Մի առիթով նա եվրոպական առաջարկները հրաժարվելու միջուկային վառելիքի արտադրությունից համեմատել է մարգարիտը շոկոլադե սալիկի հետ փոխանակելու հետ։ Իրանի փորձագետները նշում էին, որ նա փորձում էր դիվանագիտական ճանապարհով համոզել Արևմուտքին եւ համարվում էր պետական գործիչ։ 2005 թվականին նա առաջադրվել է նախագահի պաշտոնում, բայց չի հաղթահարել շեմը։ Ավելի ուշ փորձել է մասնակցել նաև 2021 եւ 24 թվականների ընտրություններին, սակայն երկու անգամ էլ հեռացվել է Պահապանների խորհրդի կողմից։ 2008-ից 2020 թվականներին Լարիջանին զբաղեցրել է խորհրդարանի խոսնակի պաշտոնը, դառնալով հեղափոխական շրջանակի ամենանշանավոր քաղաքական գործիչներից մեկը։ Նրա պաշտոնավարման ընթացքում 2015 թվականին 2 տարվա բարդ բանակցություններից հետո Իրանը 6 համաշխարհային պետությունների հետ կնքեց միջուկային համաձայնագրերը։ 2021 թվականին Խամենեին Լարիջանին նշանակեց Չինաստանի հետ 25-ամյա ռազմավարական համաձայնագրի բանակցող, բազմամիլիարդանոց գործարք, որը կարևոր նշանակություն ունի Իրանի երկարաժամկետ տնտեսական ռազմավարության համար։ Իր ամբողջ կարիերայի ընթացքում Լարիջանին զբաղեցրել է բարձր պաշտոններ, առանձնանալով Խամենեիի նկատմամբ հավատարմությամբ եւ տարբեր մասնակցող խմբավորումների հետ հարաբերություններում պրագմատիկ մոտեցմամբ։ Վերջին ամիսներին նա նաև մի քանի անգամ այցելել է Մոսկվա, քննարկելու անվտանգության հարցեր։ Լարիջանին ներկա էր նաև Օմանում, Միացյալ Նահանգների հետ բանակցություններում։ Լարիջանին, որը 20 տարի առաջ ղեկավարում էր ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը, կրկին վերադարձել է այդ պաշտոնին Իրանի եւ Իսրայելի միջև 12-օրյա օդային պատերազմից հետո։ Ինչպես մյուս իրանցի պաշտոնյաները, նա հայտարարել է, որ հասկանում է տնտեսական դժվարությունների դեմ բողոքող քաղաքացիների տրամադրությունները, սակայն դատապարտել է ուժայինների դեմ հարձակումները, դրանք վերագրելով Իրանի երդվյալ թշնամի Իսրայելին։ Հունվարի սկզբին, երբ բողոքները տարածվել էին ամբողջ Իրանում, աճել էին Միացյալ Նահանգների հնարավոր ռազմական գործողությունների վերաբերյալ մտահոգությունները, այաթոլլահ Խամենեին դիմել է Լարիջանին իրավիճակը կայունացնելու խնդրանքով։ Այդ պահից, ըստ իրանական աղբյուրների, Լարիջանին վերցրել է ճգնաժամի կառավարումը։ Լարիջանի մահը կարող է ազդել ոչ միայն Իրանի ներսում իրավիճակի վրա, այլ նաև տարածաշրջանային զարգացումների, Մերձավոր Արևելքից մինչև Հարավային Կովկաս։ Սեդա Գյուրեղյան, Անի Աբաղյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։